Մարդ կա դերասանա, մարդ էլ կա կապիկա։ Ես ընդհանրապես կարիք չունեմ բացատրեմ փեխի եմ եկան բան ասել, բայց ոնց ջոգեցի դուրը տեկիլա, ու ոնց հասկացա քո վրա ես վերցրել։ Դրա համար ես տենց գորտի նման աշկերտ չռել, այ հոգնած։ Ես քան ժամանակ ինչքան կապիկությունները տեսել եմ, թերթել եմ, որովհետև ահա որ անտաղանդ ես, ահա որ։ Մենակ կարաս Facebook-ում այսպես կապիկություններ անես կամ YouTube-ում, որպես դերասան դու զրո ես։ Չկա ասելի։ Ոչ մի դերել քեզ չի սազի, անգամ վատ դերը, այդքան անտաղանդ ես։ Դրեցիր, կերար, այդ բառերը, համով, նայ, եթե կարիքը էլի զգաս, կարամ անձնական ուղարկեմ քեզ, 7 հարգանի, շիզոֆրենիկ, նենց մի աշկերը չռե, ձեզ վինիք ես արա, այ հոգնած, ոչ է քո վիդեոները նայում ես, ինքան տապակ գյադա ես դու, տղամարդիկ իրոք գնում են կարմիր գիրք, ափսոս, ոնց հասկացա ոչ դեր են տալիս, ոչ թեմա ունես, պարապ գյադա ես էլի, հայ, միջալոց, որ մի քիչ խորանաս վիդեոներից մեջ, դրանից բետարը կա, թեմա եմ տալիս էլի, որ աշկերդ ավելի շատ գորտի նման դուզ գա, համել իզուր աշկերդ մի չռի, առանց էդ էլ չռացա, տեղով արդեն լավ դու սնգած են, նայում եմ ես առանց կատաստրի աշկերի առաջ տվածին ու հասկանում եմ, որ մարդը կապիկից չի առաջացել։ Նման սինդրոմները, որ դու ունես, հետ կարդա, խորհուրդ տավ, էլի կարդա, տես էդ ինչ է նշանակում, փոքր ժամանակ քո հետ ինչ է կատարվել։ Տղա ջան։ Մարդը ուզում է հանգիստ ապրիքյան թողում։ Հա, որ հանգարց ինձ ինչ-որ միտեղ տեսնես, խորհուրդ կտամ вообще հեռու քայլես։ Մեկ էլ տեսալ մի հատ բո արեցի, աշկի հետ աշվերից տրռավ։ Տակից էլ ինչ-որ մի բան ընկավ զնգաց։ Քո նման ասնապուն եմ պահում, հեր եմ, մարդ եմ, ամուսին եմ, տղամարդ եմ, փոփ բլեդ։ Հիշում եք օրեր առաջ ինչ էին ասում։ Շուտով մենք միասին բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք, որը ես ցանկանում եմ կոչենք ուժեղ եւ վստահելի հանրահավաք։ Աշներս ջուր կտրեց, սպասելով ընդդիմության այդ ուժեղ ու վստահելի հանրահավաքի։ Բայց փոխարենը ընդհանրապես հանդիպում հրավիրեցին Կրկեսի շենքում, Կրկեսի արենայում։ Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը Կրկեսի արենան է։ Սամվել Կարապետյանը ասում է, որ 300,000 ադրբեջանցի պատրաստ են մեկնել ավտոմեքենաներով եւ գնացքներով դեպի Հայաստան։ Ինքը տեսել է։ Ինքը դա ենթադրում է հավանաբար։ Հա, բա դուք իր ենթադրանքն եք բանանում թելադրում։ Չենք թելադրում, ուղղակի ուզում ենք ձեզանից լսել։ Դուք ինչ կարծիք ունեք։ Այ աղջիկ ջան 300,000 ադրբեջանցի կաստե։ Ոնց գա դա մեկ։ Հետո ընդ դες բան չի կարա լինի։ 500,000 էլ ուղարկելու են Լեննական, մի 600,000 էլ ուղարկելու են Օրջոնիկի ձեր ռայոն։ Դες ասա էլի կլոր թվեր ասա, որ սազի թե չէ 47 հոգի կամ 14 հոգի է դիտես։ Այդ թվերը հենց Սամվել Կարապետյանն է ասում, որ այդ թվերով պետք է գան Հայաստան։ Թող Կարապետյանը։ Ինչ կարծիք ունեք այդ ամենի մասին։ Սարգսյանը հենց բռներ հա Կարապետյան։ Դմբելա համ կանի։ Ես ուրիշ մարդ բան չի ասում էլ մի քանի։ Չէ, այս պահին Սամվել Կարապետյանն է այդ հայտարարություններով ի հայտ գալիս։ Ի հայտ ա գալիս։ Գաղտնիքեր բան եղավ էր։ Ինքը միշտ ասել է, հիմա նորից կրկնում է, որ այդ 300,000 ադրբեջանցիները պետք է գան Հայաստան։ Կներեք դուք հավատում եք դες բանի։ Վայնինան գերակ է որ։ Դուք ջահել եք եւ ավելի կյանքը ձեր համար ավելի դուք ճիշտ եք նայում կյանքին։ Դուք հավատում եք իրեք։ Մենք կարող ասենք։ Խմի, բայց խի չեք կարող ասեք։ Դա մեր աշխատանքի մեջ։ Հա, ձեր աշխատանքի որակը աղջիկ ջան այդ ձևի հեքիաթների ոչ հավատացեք, ոչ էլ լսեք։ Քեզ պետք է։ Ընդդիմությունը դիմել է սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները չեղարկել։ Ծառարները իրենք են, թող իզուր բաներ չփնտրեն։ Անմեղ մարդկանց, շիտակ մարդկանց թող չթերագնահատեն, սուտ բաներ չխոսեն։ Իրենք մտածում են, որ մեր ընտրությունները ամբողջը կեղծված է։ Կեղծիքը իրանցից է դուրս է, կենտրակաժարտները ձերքերը բռնում են, չի հաստատվում։ Ամոթ իրենց։ Ընդդիմությունը դիմել է սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները չեղարկելու համար։ Ինչ կարծիք ունեք այդ մասին։ Ես դեմ եմ։ Ես դեմ։
որովհետև ճիշտ է կատարվել ընտրությունը։ Մեր ընդդիմությունը կարծում է, որ ընտրությունները կեղծվել են, դրա համար իրենք Իմ դեպքում ոչ մի կեղծ չի եղել։ Ես համամիտ չեմ այդպիսի ասացվածքին, որովհետև լրիվ շատ ճիշտ ձևով եղել է ընտրությունը։ ըստ ձեզ ճիշտ ձևով։ Ըստ ինձ, այո, շատ ճիշտ է եղել։ Ես այդպես եմ կարծում։ Շնորհակալություն։ Ընդդիմությունը դիմել է Սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները չեղարկելու համար։ Ինչ կարծիք Դա արել որ դիմել է, բայց ես չեմ ընդունում ընդդիմությանը։ Չգիտեմ, չեմ սիրում ես իրանց։ Իրենք մտածում են, որ ընտրության արդյունքները կեղծ է Կեղծ եղել։ եղել, բայց սխալ են կարծում։ Միշտ կեղծարարները իրենք են եղել, ես եղել եմ ընտրություններին իրեն ժամանակ եւ գիտեմ ինչ են արել իրենք։ Շատ վատ բաներ էին անում։ Իմ ներկայությամբ գումար էին իմ մարդիկ գնում էին գումարը վերցնում էին, վերում էին ով ասում էր որ պետք է ընդդիմությանը ընտրի, բաժանում էին։ Ես դրան ներկա եմ եղել եւ դա չեմ ընդունում ես դա Ազիզյան։ Ես այսօր բան եմ ասա ներկա կառավարության կողմից եմ եւ իրոք կողմնակից եմ այն ամենավերջի բջիջներով